Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Բարխուդարյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ 2 ամիս է անցել, քիչ ավելին, այդ Վաշինգտոնյան բանակցություններից, համաձայնություններից, պայմանավորվածություններից եւ այստեղից 2 հարց է ինձ մոտ ծագում, առաջինը ինչու եթե կողմերը բոլորը եւ Թրամփից սկսած եւ Փաշինյանը եւ Ալիևը ասում են, որ ահա դեպի խաղաղությունն են գնում, խաղաղություն է հաստատվել, Թուրքիայի սահմանը Հայաստանի ինչու բացված չէ, սա առաջին հարցն է, եւ երկրորդը ինչպես է այս ընթացքում իրեն դրսևորել Ռուսաստանը, չէ՞ որ միշտ բոլորս հետևում էինք, թե ինչպես է Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները փորձում իրար հետ կոպիտ ասեմ կիսել մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասը։ Ռուսաստանի մասով պարզապես վերջին նորությունը այն է, որ փոխարտկուրս նախարար Գալուզինը առաջին անգամ երևի այս ընթացքում այսպես պարզ ուղիղ տեքստով առաջարկում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ասում է լավ, նախաստորագրումը դեռ վերջնական ստորագրում չի պայմանագրի։ Եկեք մեզ մոտ մեր հարթակում շարունակենք բանակցությունները եւ ավարտի հասցնենք ձեր խաղաղության, ուրեմն պայմանագրի ստորագրումը, օգտագործեք ռուսաստանյան ուրեմն հարթակը։ Եվ այսպես 2 ամիս է անցել, ինչ ունենք այս պահին։ Սկսեմ ձեր առաջի հարցից, ինչու սահմանը չի բացվել, ինչի վերջնական չստորագրվեց պայմանագիրը, Թուրքիան էլ Ադրբեջանն էլ դժգոհ են։ Իրենք համատեղ խաղ են խաղում։ Այդպես չի որ մեկ հակասություն կա իրենց մեջ, Ադրբեջանը մի բան է ասում։ Հա, լինում են որոշ տարաձայնություններ, բնական է, բայց իրենց գլոբալ խաղը միշտ փոխհամաձայնեցված է։ Դա է իմ կարծիքը, իմ տպավորությունը։ Իրենք սպասելիքներ ունեն եւ շատ ցանկանում էին, որ այդ միջանցքի վրա վերահսկողությունը իրենց լիներ։ Որ առանց որևէ խոչընդոտ, որևէ վերահսկողության, այսինքն կարծես իրենց տարածքը լիներ, այդ միջանցքով, որ բոլոր իրենց բեռները, ուղևորները գնան կան եւ այլն։ Դրանք դա են ուզում, դրանք վաղուց են դա ուզում։ Դեռ 5-6-7 տարի առաջ Ալիևը մահմեդական երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ասում էր, մեզ մնացել է մենակ մի բան Զանգեզուրի միջանցքը վերցնել եւ այլն։ Դա նոր չէ։ Դա հասկանալի է։ Բայց հասկանալի է նաեւ այդ ֆոնի վրա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը, որոնք չեն համակրում, այլ հակադիր են։ Ռուսաստանը ինքն է փորձում այդ վերահսկողությունը ունենալ, Միացյալ Նահանգները արդեն քայլ արել է այդ ուղղությամբ։ Որն է մեզ ձեռնտու, իհարկե ձեռնտու է Միացյալ Նահանգների ներկայությունը, դա մեր անվտանգությունն է։ Դա մեր եկամուտներն են, դա մեր տնտեսական կապերն են եւ այլն։ Բնական է, որ Գալուզինը կառաջարկի, որ Ռուսաստանում ստորագրվի, որ իրենք փորձեն ինչ-որ կետեր օգուտ իրենց պայմաններով, հա? Իրենց պայմանները, իրենց շահերը փորձեն դնել տեղ եւ այլն։ Չնայած գրված է, որ տեքստը այլևս չի փոխվել։ Բայց հանդիպումը բանակցությունների հնարավորություն է տալիս եւ այլն։ Թե շատ դժվար է ասել, թե ինչ են խոսել Պուտինը եւ Թրամփը, դուք մեջ բերեցիք Ուկրաինայի հարցում։ Այո, մեր զրույցից առաջ։ Այո, զրույցից առաջ այդ մասին խոսեցինք, որտեղ բաներ կա, որ չի հրապարակում։ Պարզապես որպեսզի մեզ լսողները, մեզ դիտողները եւս կոնտեքստը, քանի որ դուք այդ թեմային էլ անդրադարձաք, 3 մեր ժամանակով Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույց ունեցան, բոլորս գիտեինք, որ ուրբաթ օրը Թրամփը պետք է խոսեր Զելենսկու հետ, Ուկրաինայի նախագահի հետ, եւ Պուտինին հաջողվեց 1 օր առաջ արդեն Թրամփի հետ խոսել եւ Թրամփի տրամադրությունը կարելի ասել ամբողջությամբ փոփոխվեց եւ տոմագավթների հետ կապված, զենքի տրամադրման հետ կապված եւ ուրեմն սանկցիաների կիրառման հետ կապված այն առաջին հատվածում, զենքի հատվածում ասաց մեզ էլ է պետք, չգիտեմ ինչ եմ անելու, այդ զենքը մեզ էլ է պետք, երկրորդում ասաց դեռ չգիտեմ էլի ինչ որ կարկամած, այսինքն Պուտինին հաջողվում է եւ խոսակցություն գնաց այն մասին, որ գուցե 2 ամիս հետո, հնարավոր է 2 ամիս հետո
Պուտինը եւ Թրամփը հանդիպեն։ Այսինքն Պուտինին հաջողվում է ստանալ Թրամփի դրական վերաբերմունքը եւ դրա հետ զուգահեռ է այս Գալուզինի առաջարկը եղել։ Դրա համար եմ հարցնում, ինչ է փոխվել, ինչը կարող է փոխվել, կարող է արդյոք փոխվել դա եւ իսկապես Ալիևը հանկարծ որոշի ռուսական հարթակ օգտագործել։ Ամեն ինչ հնարավոր է, բայց ես այդպես չէի պնդի, որ Պուտինին հաջողվեց փոխել Թրամփին։ Վաղ կարող է ասել լրիվ ուրիշ բան։ Թրամփը կարող է ասել։ Միանշանակ։ Այդ պահին խոսել է, փորձել է ինչ-որ ընդհանուր լեզու գտնել, զիջել եւ այլ, դա դեռ ոչինչ, չասեմ ոչինչ, բայց վերջնական չի նշանակում, որ Պուտինը համոզեց, փոխեց եւ այլ։ Ես հուսով եմ, որ Թրամփի որոշումը Սյունիքի Միչանսկի հետ կապված մնայուն է եւ ամերիկյան ներկայությունը ստեղ կլինի ավելի երկարատև։ Այլ հարց է, որ սահմանի բացման մասին խոսեցինք, կա կարծիք, դա իմ կարծիքը չէ, որ միգուցե սպասում են ընտրություններին, տեսնեն ով է անցնում։ Եթե ռուսամետ ուժեր անցնեն, իրենք դեռ կմտածեն բացեն սահմանը թե ոչ։ Կա այդպիսի կարծիք, ես չեմ պնդում, որ ես լրիվ Թուրքիան դեռ մտածում է կբացի։ Այո։ Կա կարծիք մեր բանախոսներից մեկը ասեց, որ այս պահին արդեն ոնց որ թե Ադրբեջանին է ձեռնտու, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, այդ Թուրքիան չի բացում, որովհետև ինքը ինչ-ինչ նկատառումներ ունի։ Չէ, կարծում եմ ավելի ձեռնտու է Թուրքիային։ Կարծեմ ձեր հաղորդումներից մեկի ժամանակ ասել են, որ Թուրքիայում կա անդիմություն, որը ասում է, որ պատերազմից հետո անմիջապես հետո պետք է սահմանները բացվեր։ Թուրքիան իր տնտեսական ներկայությամբ, ազդեցությամբ շատ ավելի ասելիք կունենար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում։ Այնուամենայնիվ, ինչու չի բացված։ Հիմնականում Ադրբեջանի ճնշման պատճառով։ Ասելով, որ դուք դավաճանում եք մեր շահերին, սպասեք էլի բան փոկենք եւ այլ եւ այլ։ Նույն պատճառներով, ինչով չվավերացվեց նախաստորագրված այդ պայմանագիրը այո 2009 թվականին արդեն ստորագրված էր ըստ էության նախաստորագրված էր ամեն ինչ մնում էր ազգային ժողովը հաստատեր եւ սահմանները կբացվեին դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեին ահավոր մեծ ճնշում Ալիևի որ դուք մեզ դավաճանում եք այսինքն ցույց է տալիս պատմությունը այս վերջի մի 20 տարվա որ Թուրքիայի ձեռնտու եղել սահմաններ բացելը ավելի շատ է որովհետեւ սահմաններ բացելը իր լիարժեք տնտեսական ներկայացումն է Անդրկովկասում կներեք իսկ դա արդեն շատ ավելի հեշտացնում է իրեն շահերի առաջ մենք այս մասին շատ ենք խոսել բայց ձեզ էլ ուղեմ այդ հարցը նշանակում է արդյոք որ Թուրքիայի քաղաքականությունը արտաքին շատ մեծ կախվածություն ունի Ադրբեջանից եւ Թուրքիան այդքան մեծ Էրդողանը այդքան մեծ հեղինակություն համենայն դեպս այդպես են ցույց տալիս որ մեծ հեղինակություն է վայելում աշխարհում ՆԱՏՕ-ի անդամ երկիր կախվածություն ունի Ադրբեջանից կախվածություն ունի Ալիևից դա ոչ թե կախվածություն է եկեք չմոռանանք որ Թուրքիան հավակնում է դառնալ ամբողջ թուրքախոս, եթե ոչ մահմեդական աշխարհի, բայց թուրքախոս աշխարհի առաջնորդ։ Այո։ Դա նշանակում է որ բոլոր այդ երկրների եւ առաջին Ադրբեջանի հետ կապված ինքը պետք է իրեն շահերը վերդասի ամեն ինչից։ Եվ Էրդողանը չի ուզում կորցնի իր այդ լծակը, այդ ազդեցությունը այդ երկրների վրա։ Այդ պատճառով երբեմն զիջումներ է անում, որ Թուրքիայի շահերից առանձնապես չեն բխում։ Այ 2009 թվականին եթե հիշենք կտեսնենք շատ բացահայտ երևաց դա եւ այնտեղ կա որոշակի նյարդայնություն կապված նաեւ Ադրբեջանի պահվածքի հետ մանավանդ հիմա երբ չափազանց մեծ ոգևորություն եւ էйֆորիա կա հաղթանակից հետո իրենց 2020 թվականի պատերազմից հետո Ալիևը լրիվ իրեն վստահ է զգում ուզում է էլի բաներ փոկի էլի բաներ վերցնի որտեղի այդ վստահության ակունքը հիմքը Թուրքիայի դաշնակից լիները եւ միլիարդավոր դոլարները, որ ստանում են գազի նավթի վաճառքից։ Իրենք պատիկ անգամ ավելի գումար են տվել միշտ զինվելու համար։ Առաջ 10 անգամ ավել, հիմա 4-5 անգամ ավել,
բնական է այդ բոլորը տալիս է նաև վստահություն։ Լավ, այսպես հարցը նույն թեմային այլ կերպ մոտենանք եւ այսպես ինչ ունենք այս պահի դրությամբ համար 2 ոմանց գնահատմամբ առաջընթաց կա ներողություն սկսենք առաջընթաց չկա մենք ֆիքսեցինք սահմանները չեն բացվել, ռազմագերիները չեն ազատվել, պայմանագիրը վերջնական չի ստորագրվել։ Մյուսները ասում են սահմաններում զինվոր այլևս չի զոհվում, սա արդյունք չի արդյոք, կա արդյունք, դուք չեք նկատում։ Եվ երրորդներն էլ ասում են հիմա չեն կրակում, սպասում է Ադրբեջանը սպասում է հարմար պահի եւ շարունակաբար զինվում է։ Ուստի մեզ մոտ արդյունք չկա։ Մենք ավելի վտանգավոր է մեր վիճակը, որովհետև մենք ոնց որ թե պատրաստվել ենք, թույլատրել ենք, մեզ պատրաստվել ենք, որ հարցը լուծված է խաղաղության, դեպի խաղաղություն են գնում, այնինչ շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, որովհետև Ադրբեջանը ամեն նոր մենք իմանում ենք այստեղից, այնտեղից նոր խմբականակ զենք է եւ զինամթերք է ներմուծել։ Որ Ադրբեջանը զինվում է, դա նորություն չի։ Ադրբեջանը զնվել է մեծ խմբականակներով ամբողջ այս վերջի 30 տարվա ընթացքում։ Ինչի մասն է խոսքը։ Եւ մենք դրա արդյունքը ես չեմ գտնում, որ առաջընթաց չկա կամ մեծ առաջընթաց։ Այն որ պայմանագրերը նախաստորագրվեցին Միացյալ Նահանգներում, դա մեծ առաջընթաց էր, որտեղ նախ չեն կրակում, ամեն օրը խաղաղ ավելացնում է խաղաղության շանսերը տարածաշրջանում եւ մեր զինվորները չեն զոհվում։ Սա արդեն մեծ առաջընթաց է։ Երկրորդ մեծ առաջընթաց է Միացյալ Նահանգների ներկայությունը Սյունիքում, արդեն գալիս են տարբեր գործողված մասնագետներ, մաքսային ոլորտում, սահմանապահներ, ուսումնասիրում են, ծրագրեր արդեն կազմում են, մոտավորապես $150 միլիոն արդեն հատկացել է Միացյալ Նահանգները նախագիծը կազմելու համար, շինարարական աշխատանքները սկսելու համար, ինչի մասն է խոսքը։ Ահռելի ֆինանսավորում կգա, կբացվեն այդ ճանապարհները, նաև հարակից ճանապարհները, որը միայն լավ է Հայաստանի համար։ Եվ եկեք մտածենք նաև ապագայի մասին։ Միացյալ Նահանգների ներկայությունը ստեղ շատ կխրախուսի, որ նույն թուրքմենական գազը Հայաստանով անցնի, տրանզիտ որպես, որից մենք ոչ միայն եկամուտ կստանանք, այլև կստանանք լրացուցիչ գործոններ կայունության եւ խաղաղության համար տարածաշրջանում, որտեղ այդ մեծ պրոյեկտների համար կայունությունը եւ խաղաղությունը առաջի կարևոր նախապայման է։ Շատ կարևոր է։ Մենք հենց դրա վրա պետք է շեշտադրումը դնենք եւ անում ենք։ Հիմա կարող ենք դժգոհել, որ կարող ենք ավելի արագ տեմպերով անել, ինչի մենք չպահանջեցինք պատերազմից հետո, պարտվելուց հետո անմիջապես, որ ռուսական բազան եւ զորքերը այստեղից դուրս անվեն։ Կային այդպիսի կարծիքներ եւ դա պետք էր անել, բացահայտ դավաճանություններ եւ օգնության բացահայտ բացակայություններ։ Բայց դա չարվեց։ Ինչ-ինչ պատճառներով։ Մենք մանրամասը չենք տիրապետում ողջ տեղեկատվությանը։ Բայց ընդհանուր ուղղությունը ճիշտ ուղղությամբ է գնում։ Դանդաղ է գնում, որովհետև տարբեր շահեր կան, ինչ որ ձևով փորձում է իշխանությունը գտնել մի տեսակ կոմպրոմիս տարբեր խոշոր խաղացողների շահերի միջև։ Ընդհանուր մեծ մասը այդ խոշոր խաղացողների լրիվ կողմ են եւ այդ միջազգին եւ խաղաղության խաչմերուկին եւ բոլոր պրոյեկտներին, որոնց շուրջը պայմանավորվեց Փաշինյանը Տրամփի հետ Վաշինգտոնում եւ ստորագրեցին պայմանագրեր։ Դա իրենց ծեր է տալիս։ Հնդկաստանին, Չինաստանին, տեսեք ինչ խոշոր խաղացողների շահեր են այստեղ փաստորեն արտացոլվում։ Միայն Ռուսաստանն է, որ համաձայն չի դրան եւ ուզում է ինքը լինել։ Դեռ ուզում է մասնակցել առնվազն, իսկ ամենաշատը ուզում են իրենց ձեռքը վերցնել Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնց թվում էր թե իրենք շատ մոտ են դրան, միգուցե մոտ են, ես չգիտեմ։ Բայց Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոխեց շատ բան։ Այստեղ շատ կարևոր է փորձել պարզել։ Տեսեք, ասում եք Ադրբեջանը եւ Թուրքիան, այո,
նորից վերադառնամ նախորդ իմ հարցին, արդյոք այս Ռուսաստանի առաջարկից չի օգտվի Ադրբեջանը, որպեսզի էլի նորից ռուս-թուրք-ադրբեջանական ֆորմատը հաղթահարվի, հաղթի ներողություն, թե Ադրբեջանը եւ Թուրքիան ամերիկյան ֆորմատին են ավելի հակված, վերցնենք իրենց տեսանկյունից, Իրենք փորձում են խաղալ բոլոր դաշտերում, որը որ կստացվի։ Մի կողմից փորձում են համոզել, որ Թուրքիան, Ադրբեջանը կայունությունը, անվտանգությունը ավելի լավ կպահեն, դա ավելի ձեռնտու կլինի Միացյալ Նահանգների, մի րոպե չեմ կասկածում այդ մասը։ Մյուս կողմից էլ փորձում են խաղերել Ռուսաստանի հետ, փորձել խառնել իրավիճակը եւ փոխել իօկուտ իրենց։ Իրենք աշխատում են շատ հստակ իօկուտ իրենց։ Եթե պետք է բոլորովին չեն վարանում դավաճանել, արհամարել, փախչել տարբեր պայմանավորվածություններից, ինչպես եղավ Ռուսաստանի հետ։ Ընդ որում երկու անգամ վերջի 1 տարվա ընթացքում։ Մի անգամ Մոսկվայի պայմանագիրներ, հետո Կարսի պայմանագիրը, երբ ամբողջ Արևելյան Անատոլիան իրենք վերադարձրեցին իրենց։ Այդ թվում Արարատ լեռով, որը երբեք իրենցը չի եղել։ Հայաստանի հաշվին, խաբելով Ռուսաստանին, որ թող Ադրբեջանը լինի սովետական միության կազմում, համաձայն ենք։ Սա էր Աթաթուրքի։ Տեսեք ինչ ձևով կարողացավ խաղալ եւ վերցնել։ Անհետև գնաց Իրանի շահի հետ խոսեց, որ որոշակի սահման ստանա Նախճեվանի հետ, այդ 9 կիլոմետրը։ Եվ հիմա արդեն ստրատեգիական այդ Թուրանի գիծը փորձում է առաջ տանել։ Ինչի մասին է խոսքը։ Լրիվ խաբեց Ռուսաստանը, ինչ ստացավ Ռուսաստանը, որ ընդհանրապես ահռելի տարածքներից Հայաստանը։ Բայց Ռուսաստանը իրեն խապված չի համարում է, որ ինքը հաշվարկ էր արել իրենց պետք էին, Թուրքիան պետք էր այն ժամանակ, այսօր էլ են նրանք չեն բարձրաձայն չեն կարող դա ասել։ Իսկ հիմա անթակույց ասացին, որ Ադրբեջանը իրան դավաճանեց եւ իր խոսքը չկատարեց, շատ վատ պահեց եւ որպես պատասխան խոսեցին ինքնաթիռը, որ գնաց եւ զոհվեցին մարդը։ Լավ, այդ շրջանները ապրեցին։ Բայց դրանից հետո այնպիսի քաղաքականություն վարեցին, պետք է ասել, որ դա կարողություն է որոշակի։ Ալիևը, Էրդողանը եւ այլն, որ Պուտինը մի քանի անգամ ներողություն խնդրեց դրա համար, եւ հիմա իրենց հարաբերությունները ջերմանում են։ Կարող եք չկասկածել, որ նախաձեռնությունը ստեղ Ադրբեջանինն է եւ Թուրքիային է։ Իրենք բաշխում են դերերը պարզապես։ Ով ինչ քայլանի եւ այլն։ Եվ էլի հերթական անգամ փորձելու են օգուտով դուրս գալ այս վիճակից, խապելով Ռուսաստանին։ Բայց մեր հաշվին դու եթե հնարավորություն եք տալիս, որ մեր հաշվին լուծեն, իրանք իհարկե ինչպես խուսափենք այս անգամ դրանից, որ մենք չլինենք այդ մանրադրամը։ Արդեն կարծես Ադրբեջանի եւ Ռուսաստանի կարծես խուսափում ենք, մենք պետք է հաշվի նստենք խոշոր խաղացողների, գեոքաղաքական կենտրոնների շահերի հետ եւ համադրենք մեր շահերի հետ։ Այդ նույն միջանցքը Միացյալ Նահանգների ներկայությունը եւ Եվրոպայի ներկայությունը Հայաստանում մեր անվտանգության երաշխիքն է։ Նույն դիտորդները արդեն քանի տարի է որ սահմանին են, որևէ զով չի եղել։ Սենց ասենք կամ կրակոց չի եղել կամ շատ քիչ եղել, 1-2 անգամ պրովոկացիա են արել։ Եվ դա արդեն անվտանգության կարևոր երաշխիք է։ Վաղը չեմ բացառում, որ այդ դիտորդները նաև զինվեն, եթե դրա անհրաժեշտություն լինի Աստված ջանի։ Միացյալ Նահանգների դերը այդտեղ արդեն գնալով մեծանում է։ Այդ գազամուղ այս 42 կիլոմետրի տակ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ է լինելու։ Դրա հետ չի լինի հաշվի չնստել, այդ շահերը չի լինի արհամարել, եւ դա մեր հաղթանակն է։ Մենք մեծ շատ այլ ընտրանքներ չունենք ստեղ, բայց եղել են պահեր եւ մենք սխալ ենք կողմնորոշվել։ Եվ խոշոր երկրները, գեոքաղաքական կենտրոնները մեր օգտին են եղել, իշահ մեզ են եղել, որտեղ իրեն շահերը համադրվում են մեր շահերի հետ, մենք ճիշտ չենք արձագանքել։ Մենք անընդհատ փորձել ենք ռուսական դաշտում խաղալ եւ տանուր ենք տվել, ինչպես տեսակ։ Հիմա կարծես թե նույն իրավիճակն է ստեղծվում ու պետք է հասկանանք ինչպես չսխալվենք այս անգամ։ Դրա համար պետք է ճիշտ ընտրություն կատարենք ընտրությունների ժամանակ։ Շատ ուժեր անընդհատ ամեն օր պատրաստվում են այդ ընտրությունների պրոռուսական նոր կուսակցություններ են ստեղծում, կոմակսներ են ստեղծում, դե ազատ երկիր է, բնական է, այդ իրենց իրավունքն է։ Եվ իրենց նպատակն է գոնե ընդդիմություն ունենալ
որ parlamentum իրենց ձայնը լսվի։ Դուք նկատի ունեք Ռուսաստանին, որը ինչ որ իր Ռուսամետ ուժերը նկատի ունեն։ Ռուսամետը, բայց դա իրենց այսպես նախասիրությունները չեն, երևի դուք կապում եք այնուամենայնիվ Ռուսաստանի հետ, դա ոչ միայն իրենք Չէ, այս պահին իրենք ուզում են ռուսամետ ուժեր ֆիլմներ են, Ռուսաստանին են սիրում, այլ դուք նկատի ունեք երևի, որ կոպիտ ենք ասում, գործակալական ցանց է դա։ Չէ, դա էլ կա, բայց ոչ միայն։ Կամ մարդիկ, որ ապակողմնորոշված են, նրանք են հիմնական ձայները լինելու իրենց։ Բոլորը հո գործակալ չեն։ Դե դրա համար եկեք տարանջատենք, չի ստացվում։ Դե չի տարանջատի, մեկը գործակալ է, մեկը համակիր է եւ այլն եւ այլն։ Երկուսն էլ ուզելու են քվեարկեն այդ կուսակցությունների օգտին։ Ինչ ունենք ալտերնատիվ դրան։ Ալտերնատիվը լյուստրացիա իրականացնելն է Հայաստանում։ Բացահայտելն է այդ բոլորը։ Դա չի արվում։ Ինչպես արեցին Բալթյան հանրապետությունները։ Դա չի արվում, ինչու։ Չգիտեմ։ Շատ դժվար է ասել։ Պետք է անպայման դա արվի։ Տեսեք Ալիևը ինչպես կարողացավ ազատվել այդ գործակալներից, առանց հայտարարելու, որ լյուստրացիան ու 10 տարվա ընթացքում մոտավորապես դանդաղ, բայց հստակ համառ գնալով իր ճանապարհը։ Եվ դրա դեմ ոչինչ չբողոքեց, ոչինչ չասեց, կամ եթե ասվեց դա հարթվեց կուլիսների հետևում։ Կվերադառնանք այդ հարցին, այնինչ արվում է այսօր այս ձերբակալությունները եւ այլն, սրանք նույնպես այդպիսի լյուստրացիայի փորձ են, ինչպես դուք ասում եք Ալիևը արեց, թե ոչ, բայց գովազդից հետո այս հարցին վերադառնանք, լավ։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ ես կընդունեմ հեռախոսազանգերը, արդեն տեսնում եմ տան։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն
Լևոն Բարխուդարյանի հետ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, եւ այսպես գովազդից առաջ մենք խոսում ենք այն մասին, որ Ալիևը չհայտարարված, բայց լուստրացիան այնուամենայնիվ անում է եւ ճիշտ է, սխալ է, լավ է, դրական, բացականին չենք անդրադառնում, պարզապես փաստում ենք։ Եվ հիմա ես հարց տվեցի, արդյոք այս ձերբակալությունները եւս վկայում են, որ Փաշինյանը լուստրացիա չհայտարարված լուստրացիայի անում, սա վերագրվում է լուստրացիայի, հարց է բարձրանում, ինչու Փաշինյանը չի անում լուստրացիա, ոմանք անգամ ասում են, Փաշինյանը չի անում լուստրացիա, որովհետև ներողություն սակարտակ է, բայց խոսվում է, որովհետև կդուրս գա ինքը իր վրա։ Եվ այսպես, սրանք բոլորը ժողովրդի մեջ տարածվող այսպես խոսակցություններ են։ Ինչու չի արվում լուստրացիա եւ ամենակարևոր հարցը, որը այսօր բոլորին է հուզում, ինչով է պայմանավորված այսօրվա ձերբակալությունները, լուստրացիային արդյոք սրանք։ Իմ կարծիքով եւ լուստրացիա է, դրա մաս ենք ասում, եւ ավելի շատ կանխարգելիչ գործողություններ են, որովհետեւ դրսի ուժերը չմիջամտեն մեր ներքին կյանքին, մեր ներքին զարգացումներին։ Դա ցավոք սրտի որոշ երկրներ շատ սիրում են անել։ Եվ դա չի վերաբերում միայն Հայաստանին։ Իրենք փորձում են միջամտել նաեւ այլ երկրների ներքին գործերի։ Այդ դա պետք է կանխարգել։ Ամեն գնով պետք է կանխվի։ Հասկանում եք, երբ որ խոսում ենք տարբեր երկրների ազդեցության մասին, որը բնական է, կա եւ կլինի Հայաստանում։ Արևմուտքի կողմից եւ ոչ միայն արևմուտքի, նաեւ շատ այլ երկրների կողմից մեր կներեք հարաբերությունները զարգանում են այն ձեւով, որ նրանք չեն միջամտում մեր ներքին գործերին։ Հարգում էր մեր ինքնությունը, մեր անկախությունը, մեր սուվերենությունը։ Ռուսաստանի մոտ դա չի նկատվում։ Դեռ առաջվա նման կարող են ասել այսպես արեք, այնպես արեք, հիմա մենք sense կանենք, դուք նենց կանեք։ Տեսեք վերջերս Տաշկենտում հուզումներ եղան, դա կապված էր նույն այդ միջամտության հետ, որովհետեւ ձեր բանկերը աշխատեն արևմտյան բանկերի հետ, սանկցիաներ կիրառեն, դուք չպետք է աշխատեք իրենց հետ։ Բայց դուք ինչ իրավունք ունեք մեզ կթել։ Այսինքն խորհրդային միություն են դեռ պատկերացնում, հա։ Կայսրություն։ Մենք կայսրության մաս ենք։ Ինչպես առաջ կայսրության մաս ենք, հիմա իրենք այդպես են կապվում։ Այդպես են վերաբերում, լավ։ Այդպես են վերաբերում, նույնը դեռ շատ ձևով մնացել է Թուրքիայում։ Կենտրոնն է, կայսրություն է, օսմանյան կայսրությունը ձգվում էր Եգիպտոսի ափերից, Կահիրեում իրենց հյուպատոսը շատ բաներ որոշում, մինչև Սաուդյան Արաբիա, Իրաք, Մոսուլի նավթը իրենցներ եւ այլ եւ այլ։ Իրենք էլ դա պիտի հաղթահարեն։ Իրենք էլ կարիք ունեն ինչ-որ ժամանակին, որպեսզի սկսեն ավելի իրական ձևով մտածել։ Տեսեք, ԱՊՀ երկրների գագաթնաժողով էր եւ Լուկաշենկոն հետաքրքիր ձևակերպում արեց։ Ասես դե խորհրդային միություն չենք կարող վերականգնել, դա բոլորս ենք հասկանում, բայց տնտեսական կապերը, փոխկապակցվածությունը կարող ենք պահպանել։ Եվ ինձ մոտ էսպիսի հարց ծագեց, արդյոք տնտեսական նրանք ասում են կապեր, հարաբերություններ, տնտեսական լծակներով են փորձում տնտեսական խորհրդային միություն սարքել, այսպես եթե։ Այդ արդեն չեղավ տնտեսական կապեր պահպանել։ Այո։ Հասկանում եք։ Ինչ եղավ։ Տնտեսությունը չպետք է տենց կապված լինի քաղաքականության հետ եւ չպետք է դառնա քաղաքականություն իրականացնելու գործիք։ Դե Լուկաշենկոյի խոսքը դա է։ Այդ ձևով ոչ մի տնտեսական փորձում են տնտեսությամբ ինքը իրեն է հակասում։ կապ Տնտեսական կապերը չեն պահվում այդ ձևով, եւ քաղաքականության լծակներից մեկը տնտեսությունն է։ Ոչ ոք չի վստահի եւ չի մտնի այդ շուկայի դեպքում։ Հասկանում եք, քանի անգամ է եղել, չէ՞, որ հայտնաբերել ինչ-որ բացիրներ կան հայկական ապրանքների, արգելել են Վրաստանով մուտքը, տարբեր խոչընդոտներ են մտցրել։ Այդ բոլորը դրա նշանն է, քաղաքականության։ Տնտեսությունը պետք է ինքը աշխատի։ Եվ մենք չէ, որ կառավարությունները չէ, որ պիտի պահպանեն կամ չպահպանեն այդ կապերը, տնտեսությունը իր ուրույն ճանապարհն ունի, իր ուրույն սկզբունքները, վարվելակերպն ունի, հարաբերությունները կան, ուղղակի պետությունները չպետք է խանգարեն դրան, այլ պետք է հակառակ նպաստեն։
Սա է հարցը։ Իսկ Լուկաշենկոն տիպիկ սովետական, ասած բան ասում, տնտեսական կապերը պետք է պահենք։ Այո, եւ տնտեսական սանկցիաներով, տնտեսական Բայց տեսեք հիմա մեզ սանկցիաներով ձեր կարգի կհրավիրենք, առանց մեզ ինչ եք անելու, այդպեսի բաներ։ Բարի, վերադառնանք այդ ճանապարհին, այդ ուղուն Թրամփի ուղի կոչվածին, խոսվում է սկզբունքների մասին, Արադ Միրզոյանը վերջերս էլի կրկնեց, որ իրավասությունը, երկրների իրավասությունը իրենց տարածքում գտնվող այդ ենթակառուցվածքների նկատմամբ փոխադարձություն, ինքնիշխանություն եւ այլն, եւ այսպիսի հարց, բայց չէ որ կան նաեւ տրանզիտի, տարանցման կանոններ եւ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական ուրեմն այդ միության մեջ պետք է հարգի, այսինքն Հայաստանը ենթարկվում է այդ միության տարանցիկ կանոններին, որոնք հստակ են։ Այսա եւս կաշկանդող է, այդ հիշելով այդ Լուկաշենկոյի ասածը, որ մենք լծակներ ունենք, արդյոք սա կաշկանդում է Հայաստանին, արդյոք մենք գիտենք ամեն ինչ, թե ինչպես է տարանցիկ, այդ տրանզիտը իրականացվելու։ Ես ճիշտ ասած մանրամասներ չեմ կարող ասել, բայց տրանզիտի հետ կապված մեծ արգելքներ ինձ թվում է պետք է որ չլինի այդ օրենսդրության մեջ։ Եթե կա եւ մեր շահերին հակասում է, պետք է փորձենք փոփոխել այդ օրենսդրությունը որպես անդամ։ Օրենսդրությունը փոփոխել թե պարզապես օրենսդրությունը ավելի դարձնել մեզ հարմար։ Եթե չհաջողվի, օրենսդրությունը գնեք, ես լավ չեմ։ Տրանզիտի հետ կապված։ Եթե կան արգելքներ, որը մեր շահերին դեմ են։ Մենք որպես անդամ Եվրասիական տնտեսական միության իրավունք ունենք առաջարկելու նոր ուրեմն իրավակարգավորումներ։ Եթե դրանք կասեն, ուրեմն լավ է։ Եթե չէ, այս բանը ուրեմն պետք է շատ լուրջ մտածենք եւ դա մենք վնասներ ենք կրում դրանից, մենք պետք է լուրջ մտածենք այդ միությունից դուրս գալու, բայց զուգահեռաբար ինտեգրվելով Եվրոմիության շուկայի հետ, դառնալով Եվրոմիության անդամ։ Մենք նույնիսկ անդամության տեխնացություն չենք այսօր։ Եվ շատ հարցերով տուժում ենք։ Շատ։ Մենք ճանապարհ չունենք դեպի Եվրոպա։ Մենք պետք է այդ հարցը շատ լուրջ տնենք բոլոր խոշոր երկրների առաջ, նախ եւ առաջ Միացյալ Նահանգների, Հյուսիսային Ամերիկայի եւ առաջի հերթին Եվրոմիության առաջ։ Եթե դուք ուզում եք եւ մենք ենք շատ ուզում ինտեգրվել Եվրոմիությանը, մենք պետք է առանձին այլընտրանքային ճանապարհ ունենանք։ Գնդակը որ ում ձեռքին է այժմ, դուք ասում եք մենք պետք է ունենանք, ով է խանգարում որ մենք ունենանք, մենք ինքներս ենք մեզ խանգարում։ Երկու գործոն կա։ Ինչ որ խոչընդոտ։ Չէ, կա այնտեղ հստակ կանոններ, օրենքներ, մենք պետք է փոփոխություններ անենք, մեր օրենսդրությունը կատարելագործենք, նախ եւ առաջ մեր անելիքները։ Բնական է։ Բայց իհարկե մենք սպասեինք իրենց կողմից ավելի մեծ աջակցություն, ավելի կոնկրետ աջակցություն քաղաքական իմաստով, ճնշելով Թուրքիայի վրա, որովհետեւ սահմանը բաց։ Դե ճնշում են, տեսնում ենք եւ սահմանը չի փակում, մենք հենց դրանից բացվում, հենց դրանից էլ սկսեցինք այսօրվա մեր զրույցը։ Դե տեսեք, սա ապացուցում է, թե ինչքան ճկուն են եւ ինչքան որևէ սկզբունք չունեն։ Կամ մի սկզբունք, որ որտեղել են Թուրքիան, Ադրբեջանը։ Ամեն ինչ մեզ համար, ուրիշներից փոկենք, վերենք մեզ, գրավենք եւ այլն։ Սա դարեր շարունակ չի անցնի։ Ընդհանրը 90-ականների կեսերին վերջերին իրենք դեռ խնդրում էին, որ գոնե մի շրջանից ազատագրված տարածքների ենթաշրջանից դուրս եկեք, որ մենք տեղ ունենանք սահմանը բացելու։ Հիմա տեսեք տրամագծորեն ինչպես է փոխվել իրավիճակը։ Պատերազմը իրենք հաղթեցին էլի չեն բացում, ու հաղթեցին Թուրքիայի օգնությամբ, առանց Թուրքիայի օգնության Ադրբեջանը երբեք չէր հաղթի։ Դրանից հետո էլ չեն բացում։ Այսինքն տեսեք ինչքան է շատ ագահության աստիճան անհամբերություն էլի լրացուցիչ բան փոկել կորզել Հայաստանից, որ իրենք չեն գնում այդ կայլ։ Դրա համար պետք է աշխատել։ Մեր դիվանագիտությունը եւ ղեկավարությունը շատ անելիքներ ունի այս ուղղությամբ։ Ընդունեք հեռախոսազանգ, ալո, բարև ձեզ, եթե կարելի է մի քիչ հեռացեք, հա, հեռուստացույցից, եւ լսում ենք ձեզ։ Այո։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Կներեք, ես չեմ կարող այս զանգը ընդունել, ես խնդրում եմ, այժմ ես հեռախոսազանգերը կընդունեմ, խնդրում եմ իջեցրեք հեռուստացույցի ձայնը եւ արդեն պատասխանեք իմ ընդունած զանգին։ Այո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։
մի դիտարկում մի հարց էսպիսի նախ կապված այն փաստի հետ, որ հյուրը ասաց, որ թուրքերը խաբել են ռուսներին եւ այլն։ Իգիտեսու ես կասեմ, որ հիմա բավականին հայտնի է, որ պանթուրքիզմի գաղափարը Ռուսաստանում է իհայտ եկել դեռ սովետից առաջ, ցարի ժամանակ։ Այդ ասած ռեспублիկի կարգով, որ թուրքերը չեն խաբել ռուսներին, նրանք այդ բոլորը համատեղ որոշում է եղել։ Հիմա կապված բանի հետ, Թրամփի ճանապարհի հետ կապված։ Մի հարց պատասխան եք խնդրեմ, ինչ գործ ունի Ադրբեջանի ստորագրությունը հայ-ամերիկյան այդ փաստաթղթի մեջ։ Խնդրեմ առարկայական պատասխանեք եւ սարուզորեր չընկնեք։ Շնորհակալ եմ։ Առանց վիրավորելու, եթե կարելի է դիմեք մեր հյուրերին, շնորհակալ եմ զանգի եւ հարցի համար։ Եվ այսպես առաջինը պանթուրքիզմը դա ռուսական նաև ծրագիր է եւ դա իրենք համատեղ են գործել, ոչ մեկի չի խաբել, առաջի հարցը դա էր։ Կա այդպիսի կարծիք, ես չեմ կարող պնդել, բայց դրանից էական ոչինչ չի փոխվում։ Իսկ խաբեց այն առումով, որ հայտարարեց, որ իրենք բոլշևիկներ են, կոմունիստական ուրեմն կուսակցությունը առաջ է գնում, որ իրենք կիսում են այդ բոլոր գաղափարները, նույնիսկ զինվորների այդ գլխարկների վրա մուճ ու մանգաղ ավելացրեց, ամբողջ սիմվոլիկան մտցրեց, եւ իրենք մտածեցին, այ հիմա արևելքում մենք տարածվում ենք, մեծ հնարավորություններ ունենք։ Այդ առումով խաբեց։ Հենց ստացավ այդ ստորագրությունները եւ Ղարսի մարզը բոլոր թուրք բոլշևիկներին տարավ ծով պարկերը քաշեց գլխներին եւ խեղդեց ծեծով, որ նույնիսկ գերեզման չունենա։ Ինչի մասն է խոսքը, վադա խաբել չի։ Ես չեմ բացառում որևէ այդպես կարծիք, բայց դա էական չէ արդեն մեր տեսակետից։ Երկրորդը Թրամփի ուղի։ Եթե հայ-ամերիկյան բանակցություններ են եւ պայմանավորվածություններ են, ինչու պետք է Ադրբեջանի ստորագրությունը լինի, ինչու էշ այդ Ադրբեջանի ստորագրությունը։ Եթե չեմ բացառում, ես չեմ սխալվում, ես կարող եմ սխալվել, որտեղ այդ մանրամասները չգիտեմ։ Դա մասեր ընդհանուր խաղաղության նախաստորագրված պայմանագրի։ Փոխհմբռնման հուշագիր կար։ Փոխհմբռնման հուշագիր է, որ այո խաղաղություն է լինում եւ դրա տակ Ադրբեջանի ստորագրությունը նշանակում է, որ ինքը կողմ է դրան ընդհանրապես։ Եվ դա կարևոր է։ Դա փաստարկում է, որ իրենք կողմ են։ Այլապես ամեն անգամ ասելու են մեր կարծիքը չեք հարցրել, չէ որ դա մի կապում է Ադրբեջանը, չգիտեմ Նախճեվանի հետ եւ այլն։ Նույն ձևով կարող է Թուրքիան էլ ուրախությամբ համաստորագրել դրան։ Մեկ հարց իմ կողմից, Նախիջևանը կարծես թե դա ոնց որ թե կետ է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը ոնց որ թե բախվում են։ Կարելի է այդպես գնահատել իրավիճակը։ Ну, բախում երևի չանվանեին։ Թուրքիան շատ է շեշտ է դնում իր ներկայացան վրա Նախճեվանում, եւ ռազմական ներկայացան վրա։ Ադրբեջանը մի քիչ զգուշավոր է նաեւ դրան։ Իսկ երկաթուղիները, տրանսպորտային այդ միջոցները, այդ դրանք բոլորը կանցնեն բնական է Նախճեվանով, որից ճանապարհ չկա, կմիանան Իգդիրին ապագայում եւ կգնան առաջ։ Հիմա դրա դեռ 4 տարի ունի ժամանակ, միջև այդ երկաթգծերը կառուցվեն եւ այլն։ Միգուցե այդ պատճառով չեմ բացում սահմանը, որտեղ եթե սահմանը բացեն, բոլոր սահմանները պետք է բացեն։ Այդ թվում Կարսից Գյումրի, Ախուրյանով եւ մենք առաջինը կշահենք դրանից։ Ուղիղ ձևով եւ երկաթգծային հաղորդակցություն կլինի եւ ավտոմոբիլային ճանապարհների։ Երբ դեռ Հայաստանի տարածքով, այսինքն Սյունիքով այդ ճանապարհը չի լինի, եւս մի 3 տարի։ Բայց իրենք էլ կշահեն դրանից։ Եկեք չմոռանանք դա։ Մենք կարող ենք մի փոքր հատված երկաթգից կառուցել, որ Հայաստանի ավելի հյուսիսով, Իջևանով մտնեն Ադրբեջան։ Այնտեղ շատ աշխատանք չկա անելու, բայց դա նույնպես կարելի է դիտարկել որպես կարևոր նախագիծ։ Եվ մենք կարևոր է մեր դիրքորոշումը, որ բոլորը հասկացան, որ Հայաստանը բաց է հարաբերությունների համար, խաղաղ համագործակցության համար, տնտեսական կապերի համար եւ այլն։ Հիմա գնդակը Թուրքիա-Ադրբեջանի դաշտում է։ Ինչ էլ ասեն, ինչքան միլիարդներ էլ ծախսեն տարբեր ապակողմնորոշող ռոպագանդայի վրա,
միևնույն է այդ փաստը ոչ չի երկու։ Սա իմ կարծիքն է։ Լավ, Չեմ եւ կարծում, որ շատերը սխալ է։ սպասում են, որ Միացյալ Նահանգները մի քիչ ավելի ակտիվություն ցույց կտան այդ Թրամփի ուղի կոչվածին, ճիշտ է, ընդամենը մենք սկսեցինք նայած որ 2 ամիս է, բայց 2 ամսից համարյա 2.5 ամիս է անցել եւ գուցե գնդակը նաեւ այս ամբողջ պատմության մեջ Միացյալ Նահանգների ձեռքում են եւ Միացյալ Նահանգները, չգիտես ինչու դանդաղում են, չնայած Փաշինյանը ասում էր, նենց չի որ առավոտյան վեր արթնանաք եւ տեսնեք այնտեղ արդեն կանգնած են։ Մի այդքան շտապեք։ Միացյալ Նահանգները Ձեր ստից սպասելիքներով։ բավականին ակտիվ են, ռեակտիվ ակտիվության ինչ որ երևի հիմքեր էլ չկան, բայց իրենք բավականին ակտիվ են։ Ես ասացի քիչ առաջ, որ մաքսային մասնագետներն եղել, սահմանները պահելու հետ կապված միսիաներ են եղել ամբողջ։ Գալիս են Հայաստան։ Տեղանքն են նայում, ուսումնասիրում են, նախագծերի վրա են աշխատում։ Ես հետ միասին իհարկե։ Այսինքն գործընթացը Գործընթացը գնում է։ Գնում է։ Այդպես չի որ չի գնում։ Հիմա արագ, դանդաղ կարող է ավելի արագ գնալ, այդ արդեն չեմ կարող ասել։ Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ նախատեսում եք, որ Միացյալ Նահանգները ինչ որ ձևով, տեսեք մենք խոսեցինք այդ ԵԱՏՄ-ի, մենք անդամ ենք, Ռուսաստան անդամ հիշեցնում ասում ես, իմ սահմանապահներն են այնտեղ կանգնած, դուք ԵԱՏՄ-ի անդամ եք, դուք կոնցեսիոն ուրեմն կառավարման եք տվել երկաթգծերը, Հայաստան, դուք շատ կախվածություններ ունեք այդ հատվածում Ռուսաստանից։ Մենք այդ կախվածությունները պետք է նվազագույնի հասցնենք։ Սահմանապահները պետք է հայ սահմանապահները լինեն այդտեղ։ Եվ այդ գործընթացը արդեն սկսվել է։ Վերջին հաշվով Ռուսաստանն էլ կարող է օգտվել, չէ՞, երկաթգծից։ Ադրբեջանով, ապագայում երբ աշխատի, Հայաստանով, Թուրքիայով, մտնել Մերձավոր Արևելք, Եվրոպա, երբ որ սանկցիաներ չեն լինի, նույնպես կարող է աշխատել։ Եվ մենք չենք կարող փակել, ասել, քանի որ դա ռուսական է, դուք չեք գալիս եւ այլն, դա պետք է մի սարսափելի սանկցիաների շրջան, որը կարծում եմ երկաթգծի գործարկելու պահին այլևս չի լինի, որտեղ ցանկացած կոնֆլիկտ, որ իր գագաթնակետին է հասնում, հետո էլ վերջանում է խաղաղությամբ։ Երբ մի քիչ դժվար է ասել, հուսանք, որ դա սարերի հետևում չի լինի։ Դա բայց խաղաղությունը գին է ունենում, պայմաններ է ունենում։ Բնական է։ Կվճարի են գինը, որը այդ պահին պետք է վճարի։ Կողմերից յուրաքանչյուրին։ Ուկրաինան էլ կորուստներ, հավանաբար տարածքային կորուստներ կունենային կարծիքով։ Բայց դա կանրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա։ Ես վստահ եմ, եթե ամերիկացիները այստեղ են, Թուրքիան Ադրբեջանում է, Կովկասը այդպես հեշտությամբ Ռուսաստանին չեն զիջելու նորից։ Շնորհակալ եմ։ Հաջորդ հեռախոսազանգը, այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Պան Բախուդայան, դուք ասում եք ռուսները մեզ խաբեցին։ Ռուսները 300 տարի մեզ խաբում են, մենք իրենց համար կարվում ենք իրենց ծաղրապաշտական նկարտումների համար, զոհեր ենք տալիս, տարածքներ են գրավում, բայց մի քիչ սողը այդպես է չստացանք իրենցից։ Առաջին համաշխարհային պատերազմում, այսինքն 21 թվականին նրանք ծախեցին 10 եւ Նախիջևանը ադրբեջանցիներին կամ թուրքերին, երկրորդ համաշխարհային պատերազմում Կարսի Արդահանի փոխարեն վերցրեցին Քյոնիգսբերգը, իսկ դրանից 20 տարի առաջ Արարատը փոխեցին Ադրբեջանի պատումի հետ, հիմա Լեռնային Ղարաբաղը տվեցին թուրքերին, դուք որպես կառավարության անդամ այդ ժամանակներում դուք չգիտեիք որ ռուսները մեզ խաբում են, դուք չգիտեիք որ մենք ունենք փաստաթղթեր, Կավիրոյի անօրինական որոշում, Կարսի Մոսկվայի պայմանագրեր, անօրինական պայմանագրեր, Սերի դաշնագիր, Վուդովիսյանի իրավարար վճիռ, Ազգերի լիգայի որոշում, որտեղ Հայաստանի տարածքի 70,551 քառակուսի կիլոմետր է։ Դուք դրանց մասին չգիտեիք կամ մեր ղեկավարությունը, ձեր ղեկավարությունը ավելի շուտ այդ մասին ինչի՞ չէր խոսում։ Եղավ, շնորհակալություն։ Մենք այդ մասին գիտեինք, երևի ոչ այս մանրամասներով, բնականաբար ինչքան հիմա արդեն գիտենք։ 20 թվականի պատերազմը ոնց որ ավելի շատ հստակ ամեն ինչ ցույց տվեց եւ այլն։ Մինչև դա Երեք չմոռանանք, որ մենք չունեինք այն մեծ օգնությունը արևմուտքից, իսկ Ռուսաստանից օգնություն ստանում ենք եւ վարկերի տեսքով,
մնացած օգնությունների մասին չասեմ։ Ես նշեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ ֆինանսների նախկին նախարար եղել պարոն Բախբուդարյանը 93-ից 97 թվականներ։ Եվ 99-ը 2000 99-2000, եկեք 3-ից 7 թվականը 90-ականների, ինչպիսի իրավիճակ էր մեր տնտեսության, այսինքն Շատ ծանր իրավիճակ էր, փլուզվել էր խորհրդային միությունը, մի քանի ամսվա ընթացքում բոլոր պատվերները զրոյացան, իսկ այստեղ հիմնականում միութենական ենթակայության արդյունաբերություններ, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, քիմիա եւ այլն։ Եվ կոնվերսիայի հարցը ձեռնարկությունների ըստ էության որոշ բացառություններով չեղավ, որը նախատեսում էինք եւ արևմուտքի օգնություն չեղավ այստեղ, ինչպես մենք կուզենայինք կամ կսպասեինք, որովհետեւ Հայաստանը համարվում էր Ռուսաստանի գծոր, այո, դա էլ կար, սառը պատերազմի մտածողություններ իներցիայով դեռ իրենց մոտ շատ, որ երկար տարիներ դեռ շարունակեց լինել։ Հայաստանն էլ տենց անկախ պետության Դե կային, իհարկե օգնություններ կար, հումանիտար օգնություն կար, ինչի մասն է խոսքը, բավականին կար։ Բայց մեր կապերը այն ժամանակ բնական է ավելի շատ Ռուսաստանի հետ էին։ Եվ որոշ հարցերով Ռուսաստանը մեզ սատարում էր։ Հեռուստադիտողի հարցը այն էր, դուք այն ժամանակ չգիտեիք, որ Ռուսաստանը մասիսարն է տվել։ Գիտեինք, հետո ինչ է դրանից հետո։ Ինչ պետք է անենք։ Կարսի պայմանագիր։ Մի րոպե ինչ պետք է անենք։ Գիտեինք, պետք է հետ պահանջեինք։ Հայաստանի պետությունը նոր էր կայանում անկախությունից հետո։ Ունենալով Ադրբեջանի նման թշնամի, Թուրքիայի կողմից ոչ բարյացական նուրբ հասած մոտեցում, ոչ ակտիվ հարաբերություններ արևմուտքի հետ, այս բոլոր տարիները մենք կառուցեցինք այդ հարաբերությունները, նրանք համոզվեցին, որ մենք էլ իրենց մաս ենք, հին քրիստոնեական Եվրոպայի մաս ենք, հին քրիստոնեական աշխարհի մաս ենք, սենց ասեն, առաջ այդպես չէին մտածում, սառը պատերազմի մտածողությունը դեռ գերակշռում էր շատերի կողմից, այո ձայն էին բարձրացնում, ասում, քննադատում, բայց այլ գործողությունների չհասավ։ Այս առաջի բաներից մեկն է եվրոդիտորդների ներկայությունը, համագործակցությունը պաշտպանական հարցերով Հնդկաստանի հետ, չգիտեմ Ֆրանսիայի հետ եւ այլն, եւ Միացյալ Նահանգների ներկայությունը այստեղ Սյունիքում, որ ռեալ կոնկրետ քայլեր են մեր անվտանգության հետ կապված։ Մենք հիմա կարող ենք ավելի ճկուն լինել մեր քաղաքականության մեջ, որտեղ այլ ընտրակներ ունենք։ Ռուսաստանն է Ժամանակ նրանք չկային, նաև Ռուսաստանն է թուլացել։ Հայաստանն է, իդեմս Հայաստանն է ուժեղացել։ Ռուսաստանն էլ է թուլացել, եւ մենք ենք ուժեղացել մեր ճիշտ քաղաքականության շնորհիվ։ Այս վերջի տարվա ընթացքում հատկապես։ Ո՞րն է ճիշտ քաղաքականությունը։ Որ կարողանում ենք երկխոսել շատ խոշոր եւ ազդեցիկ կենտրոնների հետ եւ մեր շահերը համադրել իրեն շահերի հետ, որը լրիվ համահունչ է մեր շահերին։ Նույն սկսած է Տրամպի ուղուց, վերջացրած եվրոդիտորդների ներկայությամբ, դեպի Եվրոմիություն մեր շարժընթացով եւ այլն եւ այլն։ Սա է կարևորը եւ սա է մեր անվտանգության կարևոր այլընտրանքը։ Ուրիշ այլընտրանք չունենք, ինչպես տեսակ։ Չկա պարզապես։ Այն ժամանակ իրավիճակը մի փոքր այլ էր։ Եկեք պատկերացնենք ավելի մանրամասն ժամանակաշրջանը, հիմա ուղղակի ժամանակը խնայելու առումով շատ չէ ծավալ։ Այո, լսում ենք ձեզ։ Ալո, լսում ենք ձեզ։ Այո, բարեդեպ։ Բարև ձեզ։ Ունեմ սիրելի Գարավակելյան, դեր հաղորդում է եւ դեր վիրին Լևոն Բաղդասարյան։ Բախբուդարյան։ Բախբուդարյան, այո։ Հիմա ինքը խոսում է 100%-ով ոչ մեկը չի կարող խոսել, բայց 80%-ով շատ ճիշտ է բարձրաբանում այսօրվա եղելավիճակը։ Հիմա Ռուսաստանը ուզում է իր հզորությունը Հարավային Կովկասում ամրապնդի, բայց այդ վիճակին չի։ Ինքը այն վիճակում է ոնց որ թողում մեկը խեղդվում է փրփուրներից է կախնում։ Հիմա ինձ 1-1.5 րոպե հնարավորություն դու միտքս արտահայտեմ։ Ուրեմն հիմա այսպեսին է վիճակը, որ մեր անփորձ եւ երիտասարդ իշխանությունը ճիշտ ճանապարհ է բռնել, չնայած 4 կողմի ճնշումներին։ Հիմա Թրամփը որպես քրիստոնյա ազգ փոքրիկ եւ հավատարիմ ամբողջ Կովկասի մեջ Թբիլիսի Վրաստանին չկարողացան բանանել, ուզում է այդ առիթ օգտագործելով Թրամփի ուղին
իրագործի, որը մենք կշահենք համ ռազմական, համ խաղաղության եւ նաեւ տնտեսական առաջ գնալ եւ մեր ճանապարհները առեմուտ բացվելու համար։ Հիմա մեր Փաշինյանը, չգիտեմ, մենք հնարավորություն տանք սպասենք, որ մինչև տարվա վերջ, հունվարի վերջերը ավելի պարզ կլինի, թե մենք ուր ենք գնում, որն աշխարհի ճիշտ վիճակը, բայց մեր իշխանությունը հիմա ճիշտ վիճակին է։ Ինչ վերաբերում է եկեղեցին, որ Փաշինյանը եկեղեցու դեմ ոչ մի բան չունի, ոչ էլ կաթողիկոսի իր երեխաների, բայց որ կաթողիկոսը այդ ռուսաստանյան բոլշևիկյան ղեկավարության, որ եկեղեցիների գոմերի եւ պայծերի վերածում, եւ հիմա ինքը ռուսամետ է եւ գնում է մեդալները պատմոգրել։ Լավ, ձեր կարծիքը հայտնեցիք։ Մենք համբերատար լսեցինք ձեր կարծիքը։ Հարց ունեք։ Ամբողջ լինի Փաշինյանի կողմն, եկեղեցի դեմ։ Լավ, ես կներեք, ընդհատում եմ, որովհետև սա ամբողջությամբ կարծիք էր, մենք ունենք 5-րդ խոսափող հաղորդաշար, այդտեղ զանգահարեք ձեր կարծիքը փոխանցեք։ Այստեղ մենք հնարավորություն ենք տալիս ձեր հարցը ուղղել պարոն Բարխուդարյանին, չնայած շնորհակալ եմ, որ մենք համբերատար լսեցինք ձեզ եւ շնորհակալ եմ, որ զանգահարեցիք։ Մեկ հեռախոսազանգ եւս։ Այո, լսում ենք ձեզ։ Բարոյ Տիկին Արաքելյան, բարոյ պարոն Բարխուդարյան, ողջունում եմ ձեզ հրավիրել տենդելից։ Նախ մի բան ասեմ, նախորդ զանգահարումից մեկը ով նշեց Ալիևի ստորագրության մասին, նա տապանը բնավ պարտավոր չէ հանդուրժել նույն զանգահարողներին, նույն զանգահարողին, ով վիրավորում է անդադներին եւ հյուրերին եւ հաղորդավարին եւ ուրիշ զանգահարողներին։ Պարզապես անգրագետ զանգողին պետք է չհանդուրժել։ Սա պարզապես դիտարկում։ Եվ իմիջիալից այդ հարցը ունի շատ հստակ պատասխան Ալիևի ստորագրությունը այնտեղ էր, որովհետև Ալիևը պարտավորվում էր բացել իր ճանապարհները։ Առանց Ալիևի համաձայնության իր բացել ճանապարհները բացելու թրիպը չի կարող գործել։ Բայց վերադառնամ ձեզ, պարոն Բարխուդարյան, նախ ձեր ասածներից մեկի հետ կապված մի ցավալի դիտարկում, եվրոդիտորդները, ասեմ, դուք ասացիք մի օր կարող են զինվել, բայց ըստ պայմանագրի խաղաղության նրանք պետք է հեռացվեն սահմանից, որը շատ սխալ է։ Նրանց ողջ արժեքը նրանում էր, որ սահմանին կարող էին դիտել եւ Ալիևը չէր կարող նախինին նման ստել, որ հայերն են հարձակվում։ Հիմա ջերմուկում տեղակայված եվրոդիտորդը չի կարող դա անել։ Բայց հարցը սա է ձեզ դուք նշեցիք, որ այո, լիովին համաձայնում ձեր հետ, Տիկին Արաքելյանը իր հարցրեց ինչպես անենք, որ թրիպը չանցնի Ադրբեջան Ռուսաստանին։ Դուք նշեցիք հաշվի առնենք մեծ խաղացողների կարծիքները։ Կարող ենք ավելի համարձակ ասել, թե որ խաղացողների, որ կոնկրետ Արևմուտքի եւ ԱՄՆ-ի, այլ կերպ ասած, եթե Փաշինյանը փորձի Չինաստանին բերել թրիպ, ինչպես երբեմն ասում է, որ Չինաստանը կարող է շահ ունենալ թրիպում, եւ Աննա Հակոբյանն է սովորում երկար ժամանակ Չինաստանում, կարող է սա վտանգ լինել Հայաստանի համար, որ Թրամփը հիասթափվի եւ Ադրբեջանը իր ձեռքը գցի եւ Ռուսաստանի հետ։ Սա վտանգ ներկայացնում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեկ լրացում փակագծերում, եթե ճիշտ հասկացա, պարզապես հարցը ավելի սրելու համար հավասար է Չինաստանը Ռուսաստանի Դաշնությանը։ Այս դեպքում, եթե Չինաստանը գա այստեղ, հետևից կգա նաև Ռուսաստանը։ Չեմ կարծում, Չինաստանը միշտ իր խաղն է խաղում, իր քաղաքականությունն է տանում։ Եվ եկեք ծառայողությունների մեջ չընկնենք, այնպես չի, որ ճանապարհը սարքում ենք Չինաստանի համար։ Բայց միևնույն ժամանակ չենք կարող ասել, որ դուք չպետք է օգտվեք այս ճանապարհից։ Հասկանում եք։ Ես հասկանում եմ Բեռների իմաստը եւ նպատակը Միացյալ Նահանգներին է, որ Միջին Ասիայից այդ մետաղական հանքերը, հանքանյութերը, խտանյութերը, այդ ապրանքները տարվի Արևմտյան Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ այլն։ Եվ առհասարակ ազդեցությունը լինի բավականին զգայուն։ Դա չի հակասում Չինաստանի շահերին։ Ինքն էլ է ուզում օգտվել։ Շատ բաներ կա, որ չափի մեջ է ամեն ինչ լինում։ Բնական է չի կարող վերցնել ամբողջ ճանապարհը եւ օգտվել։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող իրան դրել զրկել, ասել, քանի որ դու Չինաստան ես, այս ճանապարհը քո համար չի։ Չէ՞։ Եվ որոշ չափերով, որոշ սահմաններում իհարկե նաև Արևմուտքը դեմ չի լինի դրան, որտեղ կախվածությունը Ռուսաստանից կպակասի։
Չինաստանը հավասար չէ Ռուսաստանին։ Իհարկե հավասար չէ, դա լրիվ հզոր անկախ ինքնուրույն քաղաքական։ Եվ դրանից պետք չէ խուսափել, վախենալ, դա եթե նաև դա հնարավորին չափ համագործակցել, նույնը վերաբերում է իդեպ Հնդկաստանին։ Այո։ Սա է հիմնականը, ոչ ոք եւ ինչի են դա անում, ոչ ոք որևէ հույս չունի, որ Թուրանից ապագա իրենք ինչ որ օգուտ կարող են ունենալ։ Թուրքիան, Թուրանը, Ադրբեջանը ստեղծված է նրա համար, որ իրենք գրավեն ուրիշի տարածքները, իրենք իրեն շահերի համար ուրիշի շահերը զոհեն եւ այլն եւ այլն։ Ժամանակն է, որ դա բոլորը շատ խորությամբ գիտակցեն եւ գիտակցում են արդեն։ Որքան էլ դրական վերաբերեն եւ Թուրքիային եւ Ադրբեջանին ցույց տան, բայց Թուրան նախագծին ընթացք չեն տա, թույլ չեն տա։ Նույն ամերիկացիների ներկայությունությունիկում դա է նշանակում։ Դա է նշանակում։ Շնորհակալ եմ պարոն Բարխուդարյան։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում պարոն Լևոն Բարխուդարյանի հետ էինք զրուցում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար եւ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ զրուցվարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ եւ լավ օր։